Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում սպասվում են իսկապես մեծ շրջադարձեր ոչ միայն սյուժետային գծերում, այլև տեխնիկական առումով։ Ինչպես հաղորդում են սցենարիստ Դիանա Գրիգորյանն ու Անգելինայի կերպարը մարմնավորող դերասանուհի Ռոզա Դավթյանն առաջիկայում նախատեսվում են արտերկրյա նկարահանումներ։ Սա սերիալի համար յուրօրինակ նորություն է, որը խոսում է ոչ միայն նախագծի մասշտաբային զարգացումների մասին, այլ իրադարձությունների խորացման։ Դերասանական կազմը պատրաստվում է մեկնել Հայաստանի սահմաններից դուրս, շարունակելու պատմության ամենաթեժ հատվածների նկարահանումները։ Թե կոնկրետ որ երկրում են լինելու այդ տեսարանները դեռ չի հայտարարվել, սակայն մեծ հավանականությամբ դրանք կանցկացվեն Մոսկվայում։ Պատմության զարգացումներն էլ հուշում են, այդտեղ Անգելինան կանգնելու է ճակատագրական հանդիպման առաջ իր կենսաբանական հոր Սոսի հետ։ Սոսի կերպարը, որը ժամանակավորապես բացակայում էր սյուժեից, նորից վերադառնալու է պատմության կենտրոն։ Հանդիպումը հոր և դստեր միջև լինելու է հուզական, սուր և լի բացահայտումներով։ Սոսը կարող է էական դեր ունենալ թե Անգելինայի ինքնության բացահայտման մեջ, թե շախունցների ընտանիքի դեմ խաղի շարունակության մեջ։ Բացի այդ, նոր զարգացումների շրջանակում կվերադառնան նաև Սոսի մայրը և Աննայի հարազատ քույրը Լիլիթը, որոնց բացակայությունը շատերն արդեն նկատել էին։ Նրանց վերադարձը նույնպես խոստանում է ավելացնել լարվածություն ու խճել սյուժեն, միաժամանակ նոր լույս սփռելով Աննայի անցյալ կյանքի մանրամասների վրա։ Հավանական է, որ արտերկրյա նկարահանումների ընթացքում սերիալում կհայտնվեն նոր կերպարներ, ռուսաստանաբնակ հերոսներ կամ հին ծանոթներ, որոնք նույնպես կխառնվեն պատմության ընթացքում, իսկ դա կնշանակի նոր սիրային գծեր, հակասություններ, դավադրություններ և իհարկե ընտանեկան գաղտնիքներ։ Դիանա Գրիգորյանի սցենարային ձեռագիրը միանշանակ զգացվում է, պատմությունը դառնում է ավելի բազմաշերտ, միջազգային երանգներ է ստանում և հեռուստադիտողներին ստիպում է ամեն նոր սերիա սպասել մեծ հետաքրքրությամբ։ Դիանա Գրիգորյանը մշտապես իր հարցազրույցներում նշում է, որ չնայած արտերկրյա նկարահանումները բավական ծախսատար են, սակայն հեռուստադիտողների համար նրանք պատրաստ են ամեն ինչի։ Ինչու են սերիալների որոշակի սերիաներ նկարահանվում արտերկրում։ Բովանդակային խորություն և իրատեսականություն։ Երբ գործողությունները տեղափոխվում են նոր միջավայր, դա ոչ միայն սյուժեին նոր գունապնակ է ավելացնում, այլև թույլ է տալիս պատմությանը զարգանալ ավելի հավաստի ու բնական տեսարաններում։ Օրինակ, եթե հերոսուհին մեկնում է Մոսկվա կենսաբանական հորը գտնելու, հենց իրական մոսկովյան փողոցներում տեսարանները նկարահանելը հաղորդում է առավել իրական տպավորություն։ Նոր վայրերը, ճարտարապետությունը, մշակութային միջավայրը, տեխնիկական պայմանները սերիալը դարձնում են ավելի դիտարժան ու գեղագիտական տեսանկյունից գրավիչ։ Դա կարևոր է հատկապես այն դեպքում, երբ սերիալը ձգտում է մրցել ավելի բարձրակարգ արտադրանքների հետ։ Արտերկրյա նկարահանումները կարող են ճանապարհ հարթել սերիալի այլ երկրներում ցուցադրվելու կամ վաճառվելու համար։ Եթե սյուժեն իրադարձություններով դուրս է գալիս տեղական իրականությունից, այն կարող է դառնալ ավելի գրավիչ միջազգային լսարանի համար։ Նոր վայրերը տրամադրում են նոր կերպարներ, նոր կոլիզիաներ, ընդլայնում սերիալի աշխարհը։ Դա թույլ է տալիս ավելացնել հետաքրքիր ենթագծեր և պահպանել դիտողի հետաքրքրությունը։ Բայց ինչպես ճիշտ նշվեց, այս ամենը բնականաբար ծախսատար է։ Տրանսպորտ, կեցություն, նկարահանման վայրերի վարձակալություն, տեխնիկայի տեղափոխում, աշխատակազմի օրապահիկ, այս ամենը պահանջում է մեծ բյուջե, հատկապես եթե սերիալը չունի հովանավորներ կամ հստակ ֆինանսական աջակցություն, նման նկարահանումները կարող են բարդացնել նախագծի իրականացումը։ Սակայն նման քայլերը նաև մեծացնում են սերիալի արժեքը թե գովազդատուների, թե հեռուստաալիքների աչքում։ Իսկ մինչ կիրականացվեն նկարահանումներն արտերկրում, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բացահայտենք միասին, թե ինչ է սպասվում հեռուստասերիալի հետագա սերիաներում և իհարկե դիտեք ամենադիտարժան ու հետաքրքիր տեսանյութերը առաջինը հենց մեր ալիքում։ Գրեք նաև, թե ինչ եք կարծում, ինչպես է Անգելինան բացահայտելու, որ Սոսն է իր կենսաբանական հայրը։ Սոսն ավելի շուտ է իմանալու, որ Անգելինան իր դուստրն է, քան
Աննան։ Իսկ հեռուստասերիալում այս պահին զարգացումները հետաքրքիր ուղղությամբ են ընթանում։ Հենրին տեսավ, որ Բագրատն ու Հալալը միասին են։ Բնականաբար Բագրատը գտավ լուծում, թե ինչպես Հենրիին շեղի իրականությունից։ Նա ասաց, որ Հալալը եկել է իրեն փնտրելու և բնականաբար իմացել է, որ նա Բագրատի մոտ է։ Սակայն Հալալի ու Բագրատի միասնական շփումը դեռ երկար տարիների կյանք է ունեցել։ Հենց Հալալն է ողջ ինֆորմացիան Շախունցների ընտանիքից տեղափոխել Բագրատին և այդ կերպով նրանք տիրացել են հանքերի մեծ մասին։ Այդ ամենի մասին դեռ տեղյակ չեն Շախունցների ընտանիքը, թե ինչ է սպասվում Հալալին այն բանից հետո, երբ բացահայտվի այդ ճշմարտությունը, ցույց կտա ժամանակը, բայց մինչ այդ Հենրին ու Անգելինան միասին են լինելու։ Քանի որ Հենրին եկավ Անգելինայի տուն ու տեսավ, որ Անգելինան ու Գոռը միասին են։ Իսկ Անգելինան իր ծնողների ներկայությամբ ասաց, որ չի ամուսնանա ոչ Գոռի, ոչ էլ այլ տղայի հետ, որովհետև նա սիրում է Հենրիին։ Բնականաբար այս լուրը Հենրիին ուրախություն պարգևեց, չէ՞ որ նա պայքարում է Անգելինայի սրտի համար։ Հետագա սերիաներում Անգելինան ու Հենրին միասին են լինելու, դա ցույց են տվել դեռևս շաբաթներ առաջ տեղադրված տեսանյութերով, սակայն նրանց սերը նոր փորձությունների է ենթարկվելու և Անգելինայի և Հենրիի ընտանիքի կողմից, իսկ թե ինչ է սպասվում հետագայում, կտեսնեք քիչ անց։